Ցավալի է, բայց Քրիստոսին ընդունող հավատացյալներ կան, ովքեր կարծում են, ուշադիր լսեք, որ առանց Հիսուսի հնարավոր է փրկվել։ Օրինակ Բիլի Գրահեմին լսել եք։ Լսեք նրա մասին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ հնչեց հարց, թե ինչ է նա մտածում քրիստոնեության ապագայի մասին, նա պատասխանեց։ Ես բառացի ընթերցում եմ այդ կարճ զրույցը։ Ասում է Շուլերը, ասա ինձ, Բիլի Գրահեմին է ասում, ինչ ես կարծում, որն է քրիստոնեության ապագան։ Գրահեմը պատասխանում է, դե քրիստոնեությունը եւ ճշմարիտ հավատացյալ լինելը, գիտեք, կարծում եմ դա Քրիստոսի մարմինն է։ Քրիստոսի մարմինը գալիս է աշխարհի բոլոր քրիստոնեական խմբերից եւ շարունակում է. կարծում եմ, ուշադիր լսեք, յուրաքանչյուր ոք, ով սիրում է Քրիստոսին կամ ճանաչում է Քրիստոսին, անկախ նրանից գիտակցում է դա թե ոչ, Քրիստոսի մարմնի անդամ է։ Լսեք, անկախ նրանից, նա է ասում, անկախ նրանից նրանք գալիս են մուսուլմանական աշխարհից, բուդդայական աշխարհից, քրիստոնեական աշխարհից, թե անհավատ աշխարհից, նրանք Քրիստոսի մարմնի անդամներ են, քանի որ կանչվել են Աստծո կողմից։ Եվ ուշադիր լսեք վերջինը։ Նրանք գուցե, ինքն է ասում, նրանք գուցե նույնիսկ Հիսուսի անունը չգիտեն, բայց իրենց սրտում գիտեն, որ իրենց անհրաժեշտ է ինչ-որ բան, որը չունեն։ Նրանք դիմում են իրենց ունեցած միակ լույսին։ Ես կարծում եմ, որ նրանք փրկված են, որ նրանք մեզ հետ կլինեն երկնքում։ Շուլերը պատասխանում է, տեսեք։ Ինչ? Ես լսում եմ, որ դուք ասում եք, որ հնարավոր է, որ Հիսուս Քրիստոսը մտնի մարդկանց սրտեր, հոգու եւ կյանքի մեջ, նույնիսկ եթե նրանք ծնվել են խավարի մեջ եւ երբեք չեն շփվել Աստվածաշնչի հետ, արդյոք դա ճիշտ մեկնաբանություն է ձեր արածին, Շուլերն է ասում։ Գրահեմը պատասխանում է, այո, այդպես է, որովհետև ես հավատում եմ դրան։ Ես հանդիպել եմ մարդկանց աշխարհի տարբեր մասերում, նա է ասում, ցեղային իրավիճակներում, ովքեր երբեք Աստվածաշունչ չեն տեսել կամ լսել Աստվածաշնչի մասին, երբեք չեն լսել Հիսուսի մասին, բայց իրենց սրտում հավատացել են, որ կա Աստված, փորձել են ապրել այդ այնպիսի կյանքով, որը լիովին առանձնացված է իրենց շրջապատող համայնքից։ Շուլերը լեզուն սայթակում է մի պահ, դեմքը փայլում է, ապա ասում է. Ես շատ ուրախ եմ լսել, որ դուք սա եք ասում։ Աստծո ողորմության մեջ լայնություն կա, եւ Գրահեմը պատասխանում է. անկասկած կա։ Մեջբերման ավարտ։ Եթե Գրահեմի այս պատասխանը հնչեր մինչև Հիսուսի գալը, Ադամ Եվայի ժամանակ, երբ Աստծո մասին արարչագործությունն էր միայն դեռևս հայտնում, եթե լիներ գոնե այն ժամանակ, որ Հռոմեացիս 2-ում ասում են նրանց խղճի վրա է գրված, մի փոքր կարելի էր հասկանալ, որ մարդիկ Աստծուն կարող էին ճանաչել այն չափով, որքան հայտնված էր իրենց։ Բայց Աստված ոչ միայն արարչագործությամբ է խոսել իր մասին, ոչ միայն խղճերի մեջ է գրել, ոչ միայն մարգարեների միջոցով խոսքն է հայտնել, այլ վերջին օրերում իր որդու միջոցով է խոսել եւ հայտարարել, որ ով որ Հիսուսին չընդունի, չի կարող հավիտենական կյանք ունենալ։ Ինչպես դու կարող ես այս ճշմարտությունը զիջել եւ ասել, որ նրանք Հիսուսին չճանաչելով կարող են հորն ունենալ։ Ասում է չկա նման բան, ով Հիսուսին չունի, հորն էլ չունի։ Եթե այդպես հնարավոր է, խնդրում ուշադիր լսեք, առանց Հիսուսի մասին լսելու փրկվել, ինչու է Պողոսը Հռոմեացիս 10-ում գրում քարոզչության անհրաժեշտության մասին, ինչու է ասում, ինչպես հավատանու մասին չեն լսել, ինչու է գրում, ինչու է կարևոր, որ նրանք պետք է վազեն ավետարանելու, որովհետև հավատը լսելուց է եւ լսելն էլ Հիսուսի մասին քարոզված խոսքից։ Հիշեք, Հիսուսին ուրացողը հորն էլ չունի եւ չի կարող որևէ կապ ունենալ հոր հետ, քանի որ Հիսուսն է մեր խաղաղությունը։ Նրա միջոցով ենք հաշտվել հոր հետ, նրա միջոցով մուտք ունենք հոր մոտ, նրա միջոցով ենք ընտրվել, նրա միջոցով ենք սիրված եւ նրա միջոցով ենք ընդունված։ Դուք պատկերացնում եք, որքան առանցքային է այս ճշմարտությունը, որքան հստակ է այն։ Հովհաննեսը 1 միլիմետր անգամ չի զիջում սա։ Սա ճշմարտություն է եւ վերջ։ Հիսուսին ուրացողը հորն էլ չունի։ Հարց բոլորի սիրելիներ, նույնիսկ համացանցով լսողներին բոլորին։ Պարզ, բայց մի հարց, որը որոշում է քո հավիտենությունը։ Ով է Հիսուսը քեզ համար։
Եթե Հիսուսը քեզ համար մուսուլմանների Հիսուսի նման մարդ է, ով չի թաղվել, հարություն չի առել, Յահվեն չի ուղարկել իրեն, փրկագործություն չի իրականացնել, դու մոլորված ես, դու չունես փրկություն։ Եթե դու ընդունես Հիսուսին, որպես քո Տեր ու Փրկիչ, ով խոստացված Մեսիան էր, որ մորթված գառն էր աշխարհի արարումից առաջ, որ ողջ մարգարեությունները բղավում են իր մասին, իր կյանքով իրականացրեց բոլոր գրվածները իր մասին, քեզ երաշխավորում է Սուրբ Գիրքը, որ դու հորնել ունես։ Դու կապ ունես, դու այն օծումը ունես քո մեջ, որ մնալու է քո մեջ, քեզ առաջնորդելու է ճշմարտության մեջ եւ դու երբեք ու երբեք չես տրվելու նեռերի կամ հակաքրիստոսների մոլորություններին։ Դա համար ընդունիր Հիսուսին որպես Տեր, Փրկիչ, որպես Աստծո որդի, որպես Մեսիա, որպես Աստված,